Ահա, շարունակում ենք եթերը, շարունակում ենք նաև խոսել կարևոր, մասնավորապես մշակութային իրադարձությունների մասին եւ րոպեներ, անց վայրկյաններ անց ավելի շուտ հնարավորություն կունենանք հերթական կարևոր մշակութային իրադարձության մասին խոսելու մեր տաղավարում արդեն ներկա հյուրի հետ, բայց նախ ներկայացնենք թեման։ Civil Art մշակութային հասարակական կազմակերպությունը ներկայացնում է Հուսո Արագաստ հեղինակային երգի միջազգային փառատոնը։ Ավելի մանրամասն այս տարվա փառատոնի մասին կիմանանք հենց հիմա, որովհետև մեր տաղավարում է երգահան Հուսո Արագաստ փառատոնի հիմնադիր տնօրեն Վախթանգ Հարությունյանը։ Բարի լույս։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ուրախ ենք։ Ողջույն։ Առավոտը սկսել ձեզ հետ եւ հերթական անգամ մեր հեռուստադիտողներին պատմել, որ կրկին լինելու է հեղինակ կատարողների փառատոն։ Արդեն 11-րդ տարին։ Ինչով է այս տարի առանձնանում փառատոնը։ Ամեն տարի մեր հյուրերի քանակը ավելանում է, այս տարի 13 երկիր մեզ կհյուրընկալեն, բացի այն ծրագրից, որ մենք ունենք երիտասարդ երգահանների համար, նաև ունենք հյուրերի բավականին լայն ծավալուն համերգային ծրագիր։ Մինչև հունիսի 15-ը դեռ կարող են դիմել, այսինքն հայտերի ընդունում բաց է, ովքեր կարող են դիմել մասնակցելու համար։ Ինչպես Ռուբենի սկավառակներից մեկում էր 0-ից 100, այս պարագայում ասենք 100 եւ ավելին, բոլոր այն երգահանները, ովքեր նոր երգով կներկայանան, կարող են, որովհետեւ տարիքային սահմանափակում չկա։ Մի պայման կա, դա սեփական բանաստեղծություն եւ սեփական կատարում։ Դա ամենաառաջնահերթ պայմանն է փառատոնի մասնակցելու համար։ Քանի փուլով է ընթանում փառատոնը։ Փառատոնը ունի 3 փուլ, որից առաջին փուլը դա անտեսանելի փուլ է, այսինքն բոլոր հայտերը բաժանվում են երկու մասի։ Մեկը ժանրի առանձնահատկությունները պահպանված են, անցնում է երկրորդ փուլ, մեկը եթե ժանրը հետ կապ չունի, պարզապես ժյուրին դա առանձնացնում է եւ նամակով պատասխանում, որ ձեր երգը չի համապատասխանում այս ժանրին։ Երկրորդ փուլը արդեն բաց համերգային ծրագրով է ներկայացվելու, դա մետրո թատրոնում տեղի ունեցող համերգային բաց ծրագիր է, որտեղ այդ երկրորդ փուլը անցած երիտասարդները, 0-ից 100 երիտասարդները պիտի իրենց երգը ներկայացնեն։ Երգը ներկայացնելուց հետո նոր ժյուրին կընտրի լավագույն տասնյակ, որը մեզ հետ արդեն երրորդ փուլին մասնակից կդառնա, դա արդեն Սևանում Վիշապ Լողափի այդ տարածքում, որտեղ մենք ամենամյա ամառային փառատոնը կազմակերպում ենք։ Եվ 2 օր Եվ 2 օր այնտեղ կլինենք, առաջին օրը դա երիտասարդներին լսելու, երիտասարդների երգը ներկայացնելու օրն է, իսկ երկրորդ օրը ամբողջությամբ գալա համերգային ծրագիր եւ իհարկե հյուրերի մասնակցություն այդ պետություններից հյուր եկած շատ ճանաչված երգահաններ, որոնք պիտի ներկայացնեն իրենց, այսպես ասած, մաս դառնան տոնին, որովհետեւ իրանք որևէ կոնկուրսի բանի չեն մասնակցում։ Իրենք հատուկ հյուրեր են, մրցութային հատվածի հետ։ Իրենք ճանաչված երգահաններ են, բոլորն էլ գալիս են բացառապես տոնին մասնակից դառնալու համար։ Մենք զրույցի ամենասկզբում դուք նշեցիք 11-րդ տարին։ Այսքան տարի, ամեն տարի անցկացվող այս մրցույթ փառատոնը եւ վերջապես փառատոն է բոլորի համար, արդյոք փոխել է նաեւ մշակույթ երիտասարդացնելով հեղինակ կատարողի այս մասնագիտությունը։ Արդյոք երիտասարդները ավելի հաճախ են հիմա դիմում մրցույթին մասնակցելու համար։ Գիտեք, երևի նախապատմությունից սկսենք, որովհետև 14-15 թվականը միջև 14-15 թվականը պարբերաբար մեր համերգների ժամանակ գալիս են երիտասարդները եւ խնդրում էին ներկայացնել իրենց երգը մեր ամեն ուրբաթօրյա համերգների ժամանակ։ Եվ դա բավականին երբ հաճախականությունը շատացավ, արդեն հասունացավ այն փուլը, որ երիտասարդների համար պետք է ձևավորել մի հարթակ, որտեղ այդ երգը առաջին անգամ պիտի ներկայացվի։ Եվ 2014-ի մի փոքրիկ փորձ արեցինք, որից հետո 15-ից սկսած արդեն կազմակերպեցինք այս փառատոները։ Ինչ վերաբերում է երիտասարդացմանը, ապա միանշանակ ոչ միայն երիտասարդացել, որովհետև մենք ունենք 12-13 տարեկան երիտասարդներ, որոնք իրենց նորաթուխ երգով, հա, այսպես ասենք, բանաստեղծական փոքրիկ փորձերով նաև ներկայացնում են իրենց երգը։ Եվ մինչ այսօր մենք ունեցել ենք եւ 60-65 տարեկան մասնակիցների եւ 12-13 տարեկան երիտասարդների, ովքեր ամենամյա այս ընթացքում նաև հղկում են իրենց խոսքը, շտկում են երաժշտական իրենց կարողությունները հաջորդիվ ներկայացնելու համար։
Այո, վերջին տարիներին ոչ միայն Հայաստանում, իհարկե նաև արտերկրում եւ ամբողջ աշխարհում հեղինակ կատարողներին առանձնահատուկ այսպես ուշադրություն է դարձում, ինչը իհարկե շատ ողջունել է եւ կարծես թե նաև ել ավելի են արժևորվում այն երգիչները, այս դեպքում եւ արտիստները, որոնք հենց իրենց երգերի հեղինակներն են։ Այ հետաքրքիր է արդյոք դուք պահում եք կապ այն երեխաների կամ այն առասարակ այն մարդկանց հետ, որոնք մասնակցում են փառատոնին եւ արդյոք տեսնում եք նրանց աճը, արդյոք հասնում են նրանք հաջողությունների Հայաստանում կամ արտերկրում։ Գիտեք, մենք բավականին լուրջ մոնիտորինգով ենք զբաղված, բոլոր այն տասնյակները, որոնք գալիս են փառատոնի մասնակցելու, դրանից հետո մեր ուշադրության կենտրոնում են լինում։ Մենք ունենք մի երիտասարդ, որը 13 տարեկան էր, երբ առաջին իր երգը ներկայացրեց, հետո նոր է վերադարձել բանակից եւ այս տարի նաեւ կգա փառատոնին կմասնակցի եւ հուսամ նոր երգ կներկայացնի, եթե նոր երգ չլինի, ապա այն երգը, որ 13 տարեկանում կատարել էր, միգուցե կկատարի հանրության համար։ Այնպես որ մենք իհարկե ուշադրություն ենք դարձնում նրանց զարգացմանը եւ տարվա ընթացքում բոլոր այն փառատոները եւ այն համերգային ծրագրերը, որ մենք կազմակերպում ենք արդեն ոչ Սևանյան, ապա այդ ծրագրերի շրջանակում նաեւ ինտեգրված են լինում եւ լավագույն տասնյակի ստեղծագործող շարունակողները եւ այն լավագույն տասնյակը, որ այդ տարի ինտեգրված է։ Ասեմ մի քիչ առաջ ընկնելով, որ սեպտեմբերին իհարկե կնախաձեռնենք եւ Սևանից վերադառնալուց հետո այն երիտասարդներ, ովքեր ինտեգրված կլինեն, նաեւ հնարավորություն կունենան Երևանյան ունկնդրի ներկայացնելու իրենց երգը մեր բարեգործական, հերթական բարեգործական համերգի շրջանակում։ Իսկ մենք այդպիսի 3-4 առնվազն համերգային ծրագիր ենք ունենում տարվա ընթացքում երամսյակը 1, որտեղ սոցիալական խոցելի գոտում հայտնված ինչ որ մի հանրույթի համար հասարակական կազմակերպությունների աջակցություն, կազմակերպող նմանատիպ աջակցություն ձևավորում ենք նմանատիպ հանգանակության միջավայր, որտեղ տոմսեր ամբողջությամբ հանգանակվում են այդ կազմակերպությանը, որն էլ իր հերթին օգնում է այդ խոցելի գոտում գտնվողներին։ Իսկապես հուսով Արագաստ այս փառատոնի ներդրումը մեկը նույնիսկ ասում է սիրո Արագաստ, ես ասեմ, որ դրանք իրարից հեռու չեն։ Այո, դե հաստատ այդ ընթացքում նաև նոր սեր ծնված կլինի որևէ փառատոնի ժամանակ, երևի չեք էլ հասցնում հաշվել թիվը։ Այնպես որ հուսով եւ սիրո Արագաստը այս փառատոնը իսկապես շատ կարևոր ու մեծ ներդրում է ունեցել նաև հեղինակային երգի տարածման եւ այն մշակույթը, որ մարդիկ սկսեցին լսել ու սիրել հեղինակ կատարողներին, բայց արդյոք այս տարի կարողանան մասնակցել նաև այն կատարողները, որոնք արդեն հեղինակների ստեղծագործությունները իրենց նոր մոտեցմամբ կներկայացնեն։ Ուրեմն ասեմ, ձեր հարցը բավականին տեղին է, որովհետև մենք վերջին 3-4 տարին նաև փառատոնի հեղինակներից բացի ձևավորեցինք եւս մի նոմինացիա, դա կատարողի նոմինացիան։ Երբ նկատվեց բավականին ընդգծված մի տենդենց երգահաների երգերը ներկայացնելու մեկ այլ ձևաչափի մեջ, մեկ այլ մատուցման, ինչ որ սեփական մատուցման միջոցով։ Եվ դա բերեց նրան, որ մի նոմինացիա եւս հայտնվի, դա կատարողի նոմինացիան է, եւ այս վերջին 4 տարին մենք նմանատիպ նոմինացիա ունենք այլ հեղինակների ներկայացող նոր տարբերակներ։ Այդպիսիք էլի լինում են լավագույն տասնյակի մեջ ինտեգրվողներ եւ ժյուրին իհարկե նրանց էլ բերում է Սևան, որից հետո նրանք մասնակցում են փառատոն։ Մենք եւս մեկ անգամ հիշեցնենք, որ հայտերը ընդունվում են մինչև հունիսի 15-ը, այնպես որ կարող եք շտապել, բայց մինչև հրաժեշտ տարը մենք տեսնում ենք, որ այստեղ կիթառ կա մեր տաղավարում եւ կրակի եթե զենքը եկել է, չէ։ Ահա, իհարկե, ինչ եք պատրաստել մեզ համար այսօր։ Ես վերջերս մի շարք եմ գրում, կոչվում է ճամփորդական, եւ այդ ճամփորդական շարքից մի երգ պրեմիերա թող լինի ձեր եթերում, քանի որ 2025 թվականի գրված երգերի շարքից է։ Երգը կոչվում է Իմ երազը։ Ես եկել եմ աշխարհն այս գունեղ բացելու ինձ համար։ Իմ երազը փակված է անտես 7 դռան ետևում, եւ գիտեմ ճանաչել ինքդ քեզ, ամենքին չի տրված, եւ ինչու է իջել թափառող իմ հոգին եւ ուր է գնում։ Փնտրեցի սարերում քամու թևերին տալով իմ հոգին, սուրացող քամու հետ պարզեցի անսանձ բնույթը նրա, բացեցի սիրտը իմ սարերից իջնող վարար ջրերին, եւ այդ հոսքի մեջ ծարավ կոտրատված մնացի աներկբա, դաշտերում գունագեղ ես տեսա յուրավոր ծաղիկներ, ալկարմիր ու դեղին շատ տարբեր եւ անչափ խենթացնող հարբեցա բույրերով, գերվեցի գույներով, տրվեցի շատերին, թողեցի 7 դռան ետևում,
սպասվող երազներ։ Ես եկել եմ աշխարհն այս գունեղ բացելու ինձ համար, իմ երազը փակված է անտես, յոթ դռան ետևում, եւ գիտեմ ճանաչել ինքդ քեզ, ամենքին չի տրված, եւ ինչու է իջել թափառող իմ հոգին, եւ ուր է գնում, իմ հոգին դասեր է առնում, որ թվում են անվերջ, քանի չեմ յուրացրել ես դրանք դոփում եմ տեղում եւ հաճախ կյանքը ինձ հիշեցնում է մի խենթ կարուսել պտույտներ անում դասեր է տալիս եւ ստիպում սովորել ես եկել եմ աշխարհն այս գունեղ բացելու ինձ համար իմ երազը փակված է անտես յոթ դռան ետևում եւ գիտեմ ճանաչել ինքդ քեզ ամենքին չի տրված Շատերի նման ես էլ չունեմ պատասխան, թե ուր եմ գնում Ես եկել եմ աշխարհն այս գունեղ բացելու ինձ համար Իմ երազը փակված է անտես յոթ դռան ետևում Բրավո Պրեմիերա մեր եթերում Այո, պրեմիերա ձեր եթերում Շնորհակալ ենք Ձեզ նույնպես շնորհակալ եմ եւ մի փոքրիկ երևի թե երիտասարդների համար հայտարարություն անենք, որ Bartfest Armenia Age-ը Facebook-յան հնարավորություն է տալիս այնտեղ գտնեն այն հղումները, որով պիտի իրենք դիմեն եւ մասնակցեն փառատոնին։ Շատ լավ, շնորհակալ ենք պարոն Հարությունյան մեր տաղավարում հյուրընկալվելու համար։ Մենք էլ շարունակենք երաժշտական տրամադրությունը, լսենք երաժշտությունը վերադառնանք։